Բարև իմ շատ սիրելի ժողովուրդ, խոսում ենք նուշի մասին, որը չափից ավելի առողջարար է մեր օրգանիզմին, մանավանդ, որ նրա մեջ կա կալցիումի քանակություն։ Կալցիումը ոչ միայն մեր եղունգների եւ ոսկրերի համար է անհրաժեշտ կամ ատամներին, կալցիումը անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր օրգան համակարգ նորմալ լինի եւ նաեւ մկաններին սնունդ է համարում։ Այն չափից ավելի առողջարար է նաև նրանով, որ կա միկրոէլեմենտների հզոր քանակություն, որը նպաստում է մեր ամբողջ օրգան համակարգերի աշխատանքին, մանավանդ մագնիզիում, որը սրտի համար դա կարելի է ասել դեղ է եւ ուզում եմ ասել, հաճախ ձեր սրտի աշխատանքը կամ մկանները սկսում է ցավել եւ ձեզ արագ երեկոյան այդ ցավը արթնացնում է։ Իսկ եթե կա մագնիզիում, այդ մագնիզիումը կարգավորում է, որ դուք այդ խնդիրը չունենաք։ Լավացնում է դիմադրողականությունը, կարգավորում է նյութափոխանակությունը, կա միկրոէլեմենտների եւ հրաշք հանքանյութերի քանակություն, որը ամբողջ օրգանիզմի համար սնունդ է հանդիսանում։ Այն նաեւ լավ է այն ժամանակ, երբ նուշը մի փոքր թրջում ենք։ Կասեք ինչու, ոչ թե թրջում ենք մեր ատամների համար, որ այն փափուկ լինի, ոչ, թրջում ենք, որովհետև նուշի կեղևի մեջ կա նյութ, որը թույլ չի տալիս, որ նուշում գտնվող, ներսում գտնվող հանքանյութերն ու միկրոէլեմենտները դուրս գան, այսինքն պաշտպանիչ հատկություն ունի, իսկ այդ պաշտպանիչ հատկությունները ունեն բոլոր կորիզները, դրա համար երբ թրջում ենք, այդ պաշտպանիչ հատկությունը վերանում է եւ հատկապես շատ ավելի լավ մարսվում միկրոէլեմենտներն ու հանքանյութերը մեր օրգանիզմում։ Դրա համար իմ շատ սիրելի ժողովուրդ, որպեսզի եւ մեր օրգանիզմի ընդհանուր վիճակը լավ լինի, եւ մեր օրգանիզմը հագեցած լինի հանքանյութերով, դիմադրողականությունը բարձր լինի, եւ նիհարենք, եւ շաքարի համար չափից ավելի անհրաժեշտ նյութեր, որոնք գտնվում են նուշի մեջ, այսինքն մեր ամբողջ օրգան համակարգերը որպեսզի լավ աշխատեն, երկարակյաց լինենք եւ առողջ, պետք է օգտագործենք նուշ օրը գոնե 10 հատ։ Եվ ընդ որում ուզում եմ ասել, կարելի է օգտագործել դա մոտավորապես 1 ամիս, հետո 1 ամսից հետո նորից կասեմ բաղադրություն, որովհետև ես ձեզ շատ սիրում եմ, ես ձեզ համար ժողովուրդ պատրաստ եմ ամեն բաղադրությունը ասելու, միայն թե ապրեք երկար, առողջ եւ ամենակարևորը կատարեք այն, ինչը ես ձեզ ասում եմ։